2014-ին Հայաստանը ստորագրել է մարզական մրցումների մեքենայությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որով խրախուսվում է պայքարը մարզական մեքենայությունների դեմ։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ներկայացրեց այն վավերացնելու հարցը։ Սահմանվում են ընթացակարգեր և կանոններ, ինչպիսին օրինակ շահերի բախման կանխարգելումն է կամ ներքին տեղեկատվության չարաշահումը։ Կարգավորումներ են նախատեսվում նաև այն անձանց շրջանակի վերաբերյալ, որոնց մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է սահմանափակվի, ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը։ Սիսակ Գաբրիելյանը հիշեց մեքենայությունների վերաբերյալ նախադեպը, որ եղել է ֆուտբոլային խաղի ժամանակ մրցավարների կողմից։ Ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ պատժողը ինքն է եւ կպատժի, կարծում եմ, կոնվենցիան լավ առիթ է, որ հետագայում մեր օրենքներով դա ինստիտուցիոնալ մակարդակի բերենք։ Արդյոք կա բարեվարք սպորտի վարկանիշավորման սանդղակ պետությունների, որտեղ մենք կարող ենք մտնել եւ տեսնել, օրինակ Հայաստան, չգիտեմ, որպես սպորտի բարեվարք սպորտի երկիր, չգիտեմ, 82-րդն կամ 36-րդ։ Վարվում է երկրների վիճակագրություն, քանի դեպք է հայտնաբերվում տվյալ երկրի մարզիկների կողմից, օրինակ արգելված միջոցների օգտագործմամբ, եւ պետք է ասեմ, որ բարեբախտաբար վերջին 8 տարիներին մենք այս ուղղությամբ խնդիրներ չենք ունեցել։ Նախադպրոցական կրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ապահովել 4-ից 6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը։ Այն եւս ներկայացրեց ոլորտի ղեկավարը։ Նախարարությունն առաջարկում է տարիքային շեմը վերանայել եւ նախակրթարանները նախատեսել ոչ միայն 5, այլև 4-ից 6 տարեկանների համար։ Եթե մենք խոսում ենք բնակավայրի միակ հաստատության մասին, այսինքն կա դպրոց, որի շրջանակներում գործում է նախակրթարան, նրանք կարողանան ավելի վաղ փուլից աշխատել երեխաների հետ, 3-ից 6 տարեկան երեխաների ընդգրկում ապահովել, իսկ քաղաքային բնակավայրերում, որտեղ մենք հաճախ ունենում ենք մանկապարտեզների ծանրաբեռնվածություն 4-ից 6 տարեկանների։ Իսկ նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը 2025 թվականի դրությամբ էականորեն կրճատվել է։ 1011 բնակավայրերից միայն 87-ում այսօր առկա չէ մանկապարտեզ։ 2023-ին այս ցուցանիշը 220 է եղել։ Սա նախարարը ներկայացրեց արդեն կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ընթացքում։ Դպրոցների ու մանկապարտեզների նորոգման ու հիմնանորոգման, ուսուցիչների ատեստավորման ծրագրի ընթացք, լաբորատորիաների ձևավորում, հանրակրթության նոր չափորոշչի, հետևաբար նոր դասագրքերի, նոր բովանդակության ներդրում։ Ներկայացվեցին 4 ոլորտի բոլոր ծրագրերը։ 25 թվականին միայն դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է 128.8 միլիարդ դրամ, ինչը ուրեմն ավել է 18 թվականի համեմատ 56%-ով։ Հանձնաժողովի նախագահը խոսեց ատեստավորված ուսուցիչների համար սպասվող փոփոխությունների մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունների ժամանակ մի փոքր, այսպես ասած, մեր նպատակների մասին բացահայտեց, բայց ես կարծում եմ, որ առաջիկայում այդ ծրագիրը որ հրապարակվի, դուք կտեսնեք, թե աշխատավարձերի ինչպիսի էական բարձրացում են կրկին նախատեսում երկրորդ անգամ դրական ատեստավորում ստացած ուսուցիչներին։ Այս մասով թեւս շատ ենք խոսել, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձը պատկերացնում ենք 300-350-ից մինչև 800.000 դրամի միջակայքում։ Այն ենթակառուցվածքները, որ ձևավորվում են դպրոցներում, պետքա հասանելի լինեն երեխաներին նաև դասերից դուրս, եւ երեխաները պետք է ունենան հնարավորություն ֆուտբոլ խաղալ, օգտվել ինտերնետից, համակարգիչները օգտագործել, շախմատ խաղալ, այդ ռեսուրսները օգտագործել իրենց զարգացման համար։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանն էլ ներկայացրեց երիտասարդ դեսպան, իգործ եւ այլ ծրագրերը, միջազգային համաժողովների արդյունքները։ Պատգամավորներին հետաքրքրում էին նախընտրական շրջանում ակտիվ հայրենադարձության մասին խոսակցությունները։ Այս կապակցությամբ հանձնակատարի գրասենյակը ինչ որ գործառույթ ունի կապերի իրազեկման եւ միգուցե նաեւ մարդկանց հետ շփման, չգիտեմ, հանձնակատարի ինստիտուտի միջոցով այս հարցերին հաղորդակցվելու։ Մեր վերջին 2-3 ամսվա աշխատանքը կոնկրետ Ռուսաստանի Դաշնության հետ ցույց է տալիս, որ այնտեղ պարալիզացված վիճակ է համայնքային մակարդակով։ Մի անձնավորության հետ կապված հեղինակավոր համայնքային այսպես անձինք շատ ակտիվ եւ ագրեսիվ քաղաքականություն են տանում, աշխատանքներ են տանում, բոլորի հետ կապնվելով, բոլորի վրա ճնշում բանացնելով եւ կոնկրետ բաներ են առաջարկում, կոնկրետ բաներ են ուզում։ Եվ սա ազդում է մեր այնտեղ աշխատելու հնարավորությունների վրա էականորեն, որովհետեւ մարդիկ վախեցած են, անկեղծ ասեմ, մարդիկ մի տեսակ սպասողական վիճակում են, ասում են մի քիչ չենք ուզում գլուխներս շատ բարձրացնենք,
որովհետև հիշեք, որ Ռուսաստանի վերջո յուրահատուկ երկիր է։ Եթե մեկը այնտեղ տենց աշխատանք է տանում, նշանակում է իրենց թույլատրվել է այդ աշխատանքը։ Հանձնաժողովը ի գիտություն ընդունեց զեկույցները, իսկ նախագծերին դրական եզրակացություն տվեց։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։